մենք պետք է ապրենք Աստծուն հաճելի կյանք։ Իսկ Հովհաննես ասում է եղբայրներ, քույրեր, եթե ասենք մենք չենք գործում, սուտ կզրուցենք, բայց եթե խոստովանենք մենք կերնից հավատարիմ արդարեզանիկա, այսինքն կեղտոտվար, շուտ Հիսուսին վազի, շուտ զղջման գնա, կոտրվի, կմաքրվես, կմիանաս լույսին, եւ լույսի հետ հաղորդ կլինենք, նախ լույսի հետ, հետո իրար հետ։ Թող Տիրոջ անունը փառաբորվի, կյանք հայտնվեց եւ կյանքը մարդոց լույսն էր։ Այսօր մենք ենք աշխարհի լույսը։ Ինչով։ Մեր առօրյա մի բան պատմեմ ու դրանով վերջացնենք։ Տարիներ առաջ էր, թեկուզ իմ հետ է կապված, բայց չէ թե ուզում եմ սարքեմ, եղբայրներից երկու հոգի մեր տուն եկան եւ ինձ ասին Գևորգ եղբայր, Երևանում է ապրում, ուզում ես քեզ տանենք աշխարհի ամենաթշվառ մարդուն ցույց տանք։ Ասի դուք ինչ իմացաք, ինչ չափանիշ գործիք ունեք, որ ամենաթշվառը էդի է։ Ու գնացինք իրաց տունը։ Կևյանի մեր տնից բարձրացանք դեպի Կևյանի համալիրի կողմը, առաջի Հալաբյանն է, չգիտեմ, շինարանն է, բարձրացանք, առաջի շենքի տունը մտանք։ Եվ մեր եղբայրը Սարգիս եղբայրն էր Ուջանի, եւ հետո մի ուրիշ եղբայր կար։ Մտավ սենյակը, դատարկ մի մեծ սենյակ։ Մաքուր թափ-թփած սենյակ, աղտոտ սենյակ, մի հատ մաղճակալ, մի հատ շկաֆ, մի հատ պատի վրայի ժամացույց, մի հատ աթոռ, մի քիչ ընդ շուրուփալաս կար։ Մեկ էլ գնաց կառավատի վրա կայնավ։ Ինձ ասում է Գևորգ եղբայր, էստե մարդ կա։ Ասի չէ։ Ասի միգուցե բաղնիքում է, միգուցե տուալետում է, միգուցե խոհանոցում է, միգուցե պատշգամբում է։ Գնացի նայեցի մարդ չկա։ Ասես մարդ կա, ստե մարդ։ Արի մոտս գնացի մաղճակալի գրքեն կանգնա, մի մարդ պարկած աշկերը փակ, մաղճակալի երկաթին հավասար, այնքան է պարկ է թուլացել է սետկան, հավասար մի հատ մթել է գծած ու պարկած է։ Աշկերը փակ չի կարում բացի, ասես լյովա, ասեց ով է, ասեց Սարգիսն է։ Ինչ կա, ասեց մի լավ եղբայր են բերել, ասեց ինձ լավ եղբայր պետք ինձ պորտֆելն է պետք խմելու։ Ինձ վրես մաս սարսուր անցավ, մարդ, որը սատանայի գերության մեջ է։ Ես հեռացա իր վրայից, էլ խոսելու բան չունեի, մտա խոհանոց, կեղտի մեջ կորած, ամաները կաստուրկեկը, բորբոստած լոբին, հավի բդերը, ինչ որ արել է թողել է, տունը ուրիշ մարդ չկա, կեղտի մեջ կորած, տակ ջուր կար, լվացի աման-ամանի կողքը դրեցի ծիրուն, ավլեցի պատերը սրբեցի, եկա մտա բաղնիք ինչ-որ զիբիլ կար հավաքեցի, բողջ արեցի, տուալետը, խոհանոցը, եկա սենյակը կարգի բերի, ու ինչ տեսնեմ, պատի վրա նկարներ կան, մեր կենտկոմի քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Տիտովը, Կասմանատ Տիտովը, ընդեր կասմանատներ կան, ու մի հատ ազնվորություն թիկնեղ, հետները նկար, դեմ Սարգիս ով է, հետո կասեմ, եւ այդ բոլորը վերջացրեցինք, աղոթեցինք դուրս եկանք, Սարգիսն ասեց, հայտնի ինքը ավիահրամանատար, ինքը Կարեն Դեմիրճյանի ինքերը, գնդապետ, ավիացիոն գնդի հրամանատար Մոսկվա,